ամիսներ շարունակ, ամիսներ առաջ դեռևս խոսակցություններ կար իսրայելական տարբեր շրջանակների հասարակական քաղաքական, ինչու՞ չնայ պետական որոշակի պաշտոնյան որոշակի պետական շրջանակներից, որ Իսրայելը պատրաստվում է հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունել։ Պաշտոնապես ընդունել դժվարանում եմ ասել, կառավարությունն է ընդունել, որը պիտի վավերացնի խորհրդարանը, Կնեսետը, եւ կարծում մի քանի անգամ եղել է այդտեղ։ Այո, կարծում եմ, որ տրամաբանականը նա է լինելու, որ դեպքերի զարգացման ընթացքը տանում է նրան, որ Կնեսետը ընդունելու է եւ դատապարտի։ Որպես պատմաբան, որպես մասնագետ ասեմ, հետագայում նաև կասեմ իմ դիտարկումները քաղաքականության տեսանկյունից։ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը եւ Հայաստանի Հանրապետության ջանքերը կարող եմ ասել, որ դրանք տարբեր մոտեցումներ են, որտեղ հայոց ցեղասպանության ճանաչումը եւ այդ խնդիրը եւ առասարակ դրա առաջնորդությունը երբեք էլ շահկապված չի եղել Հայաստանի Հանրապետության, Հայաստանի կառավարության քաղաքականության հետ։ Երբեք առաջնահերթություն չի ունեցել հայոց ցեղասպանության ճանաչումը կառավարության կողմից, ընդհակառակը։ Դեռևս 1987 թվականի ամռանը, երբ որ Եվրախորհրդարանը դատապարտեց հայոց ցեղասպանությունը, դե բնական էր խորհրդային Հայաստանը չէր կարող այդպիսի նախաձեռնություն դրսևորել։ Այնպես որ ես կուզենամ սրանք բաղդատել, սրանք տարբեր բաներ են, 90-ական թվականներից սկսած Սփյուռքում գործող հայկական կազմակերպությունները, հայրենասիրական կազմակերպությունները, հայդատի գրասենյակները, լոբիստական կազմակերպությունները ջանք ու երան չեն խնայել հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ։ Բայց այստեղ մի այլ խնդիր կա, ես որպես պատմաբան արդեն դիտարկեմ, ասեմ, որ տեսանկյունից։ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը դա դիտարկել որպես ինչ-որ տարբեր երկրների կողմից հերթական ապացույց Թուրքիայի հետ կամ Թուրքիային բերել արճակատման կամ չգիտեմ տետատետ դեմ առ դեմ կանգնեցնել։ Այսինքն ինչպես վարչապետն է ասում, զենք են օգտագործում։ Ես դեռևս դրան չեմ ուզում անդրադառնալ։ Ուզում եմ ասել հետևյալը. 1919 թվականի գարնանը եւ աշնանը Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել բազում դատավարություններ, հայոց ցեղասպանության, չասեմ, հայերի հանդեպ կոտորածների բարբարոսությունների վերաբերյալ եւ երիտթուրք պարագլուխները բոլորը ենթարկվել են մահապատժի։ Մի մասը հերրակակարգով։ Մահապատժին ենթարկվել նաեւ հայոց ցեղասպանություն իրագործած բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ ուրեմն զինվորականներ։ Եվ տասնյակ մարդիկ, հարյուր մարդիկ նետվել են Մալթայի բանտը։ Եվ դա դատարանի որոշմամբ, Օսմանյան կայսրության բարձր դատարանի որոշմամբ։ Եվ այդ բոլոր փաստաթղթերը կան, այսինքն իրենք թուրքերը Օսմանյան կայսրության կառավարությունը եւ դատական ատյանները խստիվ կերպով դատապարտել են հայոց ցեղասպանությունը։ Այնպես որ եթե մենք պիտի Թուրքիայի ղեկավարության, թուրքական կառավարության հետ սա պիտի քննարկենք կամ ասենք սա է եղել, մենք այստեղ անելիք չունենք, որովհետև բավական է նրանց ասել, որ դուք եք ինքներդ ընդունել եւ դատապարտել։ Այլ բան է, որ այն ժամանակ օգտագործվել է կոտորածներ, ջարդեր, չէ, մասակ կամ ասենք crime action եւ այլ, բայց այս ցեղասպանություն տերմինը սոյքրեմ, ոնց որ իրենք թուրքերն են ասում, բոլորս գիտենք, որ դա օգտագործվել է երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո լեհ կամ հրյա Լեհաստանի հրյա Ռաֆայել Լեմկինի ուրեմն հայտնի աշխատությունների շնորհիվ։ Այնպես որ սա պատմագիտական տեսանկյունից ասեմ, եւ վերջին հաշվով ես ասեցի, որ մեկը թուրքական կամ Օսմանյան կայսրության բարձր դատարանի եւ նրանց դատական ատյանների կողմից,
Այլ բան է հետագայում բոլորս գիտենք նաև դրանք ինչպես են ազատ արձակվել, դրանք տարբեր մոտեցումներ են, չեմ ուզենա այդքան խորանամ, եւ հատկապես նաև Միացյալ Նահանգների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման այդ փաստը, որը ամենաճճացող եւ ուրեմն անառարկելի մոտեցումն է։ Այնպես որ ես ինքս սա համարում եմ հերթական, ասենք պատմագիտության տեսանկյունից, գիտության տեսանկյունից համարում եմ հերթական ուրեմն քայլը այս ուղղությամբ, առավել եւս որ մի երկիր է ընդունում Հայոց ցեղասպանությունը, որի համար հոլոկոստը ամեն ինչով, ուրեմն այս ոլորտում ամեն ինչով անառարկելի եւ ուրեմն այլընտրանքից դուրս է եւ ամենաառաջնահերթ խնդիրն է, առաջնահերթ դատապարտումն է մարդկության կողմից։ Նկատի ունեք, որ արդարության համար է այս ամենը անում մի երկիր, ես կարծում եմ սա ավելի շատ հիմա ես անցնենք քաղաքականությանը, սա ես կարծում եմ ավելի շատ պետք է դիտարկել աշխարհաքաղաքական շահերի փոփոխության եւ աշխարհաքաղաքական շահերի ավելի շատ համընկման հակասությունների եւ ինչու՞ չի նաեւ ասենք տարբեր երկրների ազդեցության ոլորտների կամ դրան դիմակայելու առումով փորձելով նաև ասենք տարածաշրջանում ունենալ պետությունների մի համադաշնություն, որը կարող է միավորել Օսմանյան կայսրության նախկին ժողովուրդներին, նկատի ունեմ Թուրքիայի դեմ կազմավորելու որոշակի համադաշնություն կամ կոալիցիա։ Այս առումով, բայց վարչապետը կարծում եմ շատ ճիշտ ասեց, Հայոց ցեղասպանությունը չպիտի դառնա ուրեմն որպես այսպես ասած զենք, ինքը մի քիչ ուրիշ բառով ասեց, չէ, կարծեմ ասեց ցեղասպանա զենք, թե զենքացեղասպանություն եւ այլ եւ այլ։ Ես չեմ ուզենա այդքան խորանամ, ես գտնում եմ, որ ցեղասպանության զենքանացումը չպետք է լինի, այսպես մի ցեղասպանության զենքայնացում, բայց ես պիտի ասեմ, որ ճիշտ է ձևակերպման տակ ես կարող եմ 100%-ով իմ համաձայնությունս դնել, բայց ես պիտի ասեմ, որ ներկա պայմաններում ինչքան որ կա, դրանով էլ մենք պետք է սահմանափակվենք։ Այլ բան է, որ իրադարձությունների հետագա ընթացքը շատ դեպքերում կարող են նաև բերել այլ քննարկումների։ Օրինակ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա սա ինչպես կարող է նաև Հայաստան-Իրան, նաև Թրիփը, նաև տարբեր, ինչքան էլ տարբեր մոտեցումներ կան, ինչքան էլ ասենք այսօր Ռուսաստանի Դաշնությունը փորձ է անում դրան եւս վերադառնալ, բայց ես պիտի ասեմ, մինչև հիմա Ռուսաստանի Դաշնությունը պետականորեն չի ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որովհետեւ Պետդումայի որոշումից հետո այն դեռևս չի վավերացվել Դաշնության խորհրդի կողմից, որը գիտեք համարվում է ավելի բարձր օրենսդրական մարմին, քան Ռուսաստանի Դաշնության պետական դուման։ Սա այլ խնդիր է արդեն, որ գոյություն են աշխարհաքաղաքական շահեր, խաղեր, եւ ես պիտի ասեմ, որ եւ Հայաստանը որտեղ է մնում, այսինքն սա մեր դեմ է։ Ես կարծում եմ, որ մեր հավասարակշռման եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս ասելու, որ մենք սրան վերաբերվում ենք որպես ասենք այնքանով որքանով ընդունվեց, վերջ։ Արդյոք մենք պիտի մոռանանք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, հատկապես 9-րդ կետով, որ պիտի ամբողջ Սյունիքի տարածքով, երկայնքով տարանցիկ ճանապարհը Նախիջևանից դեպի Հորադից դեպի Ադրբեջան ապահովեր Ռուսաստանի Դաշնության ԱԴՑ-ի սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո եւ պիտի ասեմ, որ դրան կարողացա դիմակայել միայն ու միայն Իրանը եւ Իրանի շնորհիվ է, որ այդ կետը չիմպլեմենտացվեց եւ նաեւ 3+3 ձևաչափի ներդրումը այստեղ, որը հղի է նաեւ վտանգավոր հետևանքներով եւ այս դիտարկման տեսանկյունից ես պիտի ասեմ, որ մենք պետք է ունենանք այն ինչ որ կա, որպես փաստ, այլ բան ես ասել չեմ կարող, որովհետեւ ասում եմ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են առաջերտին Օսմանյան կայսրության վարիչները եւ նրանց դատական ատյանները եւ
հայոց ցեղասպանության ճանաչումը դարձնել մեր պետական քաղաքականության առանցք, կարծում եմ մեր կառավարություն ներկայումս էլ դա բանը առաջնահերթություն չի ընդունում որպես եւ նաեւ Միացյալ Նահանգների կողմից ընդունված հայոց ցեղասպանության դատապարտման մասին օրինագիծը եւ դատապարտելու օրենքը թույլ է տալիս մեզ ասելու, որ սրանք այնպիսի իրողություններ են, որ այլևս մենք պիտի այս քաղաքականությունը ոչ թե չշարունակենք, այլևս մենք պիտի սպասենք նրան, որ թուրքերը պետք է առերեսվեն, Թուրքիա Հանրապետությունը պետք է առերեսվի այս փաստի հետ, որը կարծեմ ներկա պայմաններում մեր համար գնալով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, ճանապարհների ապաշրջափակման, տարբեր երկրների միջև հատկապես մեր հարևանների Թուրքիայի, Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարթակում կարծում եմ ժամանակավորեպի սրանք։ Իսկ Ալիևը ինչպիսի ընտրության առջև է կանգնում այստեղ, պարոն Սաֆարյան, մի կողմը Թուրքիան է, մյուս կողմը Իսրայելը եւ Փորձ անեմ մոտավորապես ասեմ հետեւյալը, կարծում եմ Ալիևն էլ է քաջ գիտակցում, որ Հայաստանի Հանրապետության կողմից չի կարող այս փաստը շահարկվել, չի կարող այս փաստը Հայաստանի Հանրապետության կառավարությունը համարել առաջնահերթություն այն տեսանկյունից հստակ գիտակցելով, որ դա կարող է նաև վնասել Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հովանավորության ասեմ, աջակցության ասեմ ներքո ուրեմն խաղաղության եւ անվտանգության հաստատման ճանապարհին չի կարող սալինել խոչընդոտ։ Ես կարծում եմ արդեն մնացած դետալները քննարկումների առումով ժամանակը ցույց կտա ոչ միայն ժամանակը ցույց կտա, ես կարծում եմ, որ սրանք ուրեմն պիտի մեկը միշտ բացառել, որովհետև այս առումով ես ասեմ, որ խստիվ կերպով պետք է խստիվ կերպով Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր քաղաքականությանը հետևի, հատկապես բազմավեկտոր, բազմաթիրախային արտաքին քաղաքականությունը շարունակելու համար, որը տեսնում ենք, որ արդեն շուրջ 2.5 տարուց ավել է, ինչ մենք կարողանում ենք տարածաշրջանում եւ առավել եւս Հայաստանում մեր սահմաններին ապահովել խաղաղությունը եւ անվտանգությունը։